Աշնանացանի համար պետությունը կրկին սերմնացու եւ պարարտանյութ կտրամադրի գյուղացուն։ Գյուղնախարարությունն այս սեզոնին ձեռք կբերի 8454 տոննա ազոտական պարարտանյութ, 855 տոննա էլ գարնանից է մնացել։ Ծրագրի համար կտրամադրվի ավելի քան 380 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ 9310 տոննա պարարտանյութը կբաշխվի հետևյալ կերպ. Շիրակի մարզին կհատկացվի 2600 տոննա, Արարատին 1653, 1085 տոննա կստանա Գեղարքունիքը, 1000 Լոռին, Արմավիրի եւ Կոտայքի մարզերը կստանան համապատասխանաբար 500 եւ 485 տոննա, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը 400 տոննա պարարտանյութ։ Վայոց ձորին բաժին կհասնի 157 տոննա պարարտանյութ, իսկ Տավուշի մարզին ընդամենը 30 տոննա։ Ոչ ոք իրավունք չունի գյուղացուն 50 կիլոգրամանոց մեկ պարկ պարարտանյութը 6000 դրամից թանկ վաճառելու։ Պարարտանյութը գյուղացիներին տրամադրվելու է իրենց համայնքներում եւ 6000 դրամի մեջ ներառված են բոլոր ծախսերը, այդ թվում նաեւ փոխադրման ծախսերը, այսինքն գյուղացին վճարելու է միայն 6000 դրամ։ Հաստատվեց նաեւ ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրով աշնանը գյուղացուն հատկացվող ցորենի քանակն ու ցուցակը։ Մինչև հուլիսի 12-ը 7 մարզերի 63 համայնքներից ստացվել է 147 նախնական հայտ։ 2013 թվականի աշնանացանի կազմակերպման համար մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա տեղական սերմարտադրողներից ձեռք բերել մինչև 180 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության եւ 3400 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ եւ տրամադրել ծրագրի շահառուներին։ Եվ այսպես Շիրակի մարզին կտրամադրվի 1270, Սյունիքին 650, Գեղարքունիքին 355, Տավուշին 300, Լոռու մարզին 250, Արարատին 240, Արագածոտնին 200, Վայոց ձորին 70 եւ Արմավիրին 65 տոննա սերմնացու։ Նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ կշարունակվի նաև դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը։ Առաջիկա շաբաթ օրը խնդիրը մարզպետների հետ քննարկելուց հետո կհստակեցվեն վառելիքի պահանջարկն ու ծավալները։ Օֆելիա Կամավոսյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։